Պատվարժան դատարան, ես ունեմ միջնորդություն քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Արմեն Ալեքսանյանի մասով։ Երբ որ քրեական դատավարության օրենսգիրքը ընդունվում էր, երբ այլևս այս նոր հայեցակարգը ներդրվում էր, պատվարժան դատարան օրենսգիրը ըստ էության տվյալ միջնորդության հարուցման հիմքում դրել էր փաստերի ակնհայտությունը։ Այսինքն այստեղ պահանջվում է այն աստիճան ակնհայտ փաստակազմ քրեական հետապնդումը դադարեցնելու առումով, որ այլևս ապացույցների բովանդակային հետազոտության կարիքը չառաջանա։ Տվյալ պարագայում պատվարժան դատարան Արմեն Ալեքսանյանի մեղադրանքի հիմքում դրված են երկու փաստական տվյալներ, որոնցից որևէ մեկը հետազոտության կարիք չունի ստորև բերված հիմնավորումներով։ Դրանցից առաջինը պատվարժան դատարան գաղտնալսման ըստ էության արձանագրություն եւ վերծանումն է, որտեղ այսինքն Արմեն Ալեքսանյանը ամբողջ գործի ընթացքում որպես ֆիգուրանտ կա երկու անգամ, մեկ անգամ ընդհանուր խոսակցության է մասնակցում եւ խոսում է գզգզված մազերով չուչելի մասնակցությամբ լայվ իրականացնելու մասին։ Սա ապացույց 1 եւ ապացույցը 2 պատվարժան դատարան իր TikTok-յան էջի ծվածեղի տեսանյութի պատրաստման տեսանյութն է։ Մինչդեռ պատվարժան դատարան Արմեն Ալեքսանյանին մեղսագրված է ամբողջ 18 արդարներին այն ինչ որ մեղսագրված է, այսինքն եւ ահաբեկչություն եւ իշխանության զավթման փորձ։ Հիմա համադրելով այս մեկնաբանությունը ծվածեղի տեսանյութի հետ պատվարժան դատարան ակնհայտ է դառնում մեկ պարզ իրողություն, որ այդ տեսանյութը որևէ ձևով չէր կարող ահաբեկչությանը նախապատրաստել կամ իշխանության զավթմանը նախապատրաստել։ Միաժամանակ պատվարժան դատարան պետք է հաշվի առնել գործը ողջամիտ ժամկետում քննելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը եւ եթե մենք ունենք այդ հնարավորությունը միանգամից վերջ տալ այս մեղադրանք կոչվող խեղճատակությանը, կարծում եմ սա հենց պատեհ պահն է պատվարժան դատարան, որովհետեւ այս երկու փաստական տվյալն է։ Այնպես չէ, մենք պետք է մտնենք ապացույցների հետազոտման դաշտ, փնտրենք, որոնենք այլ ելակետային տվյալներ։ Իսկ հիմա տրամաբանական հարց է առաջանում, արդյոք մենք այդ ծվածեղի տեսանյութը չպետք է նայենք, որպեսզի արձանագրենք Արմեն Ալեքսանյանը այդ տեսանյութով ի վերջո մասնակցել է ահաբեկչության նախապատրաստմանը կամ իշխանազավթմանն է նախապատրաստվել, թե ոչ, կարծում եմ դրա կարիքը բացակայում է պատվարժան դատարան, քանի որ դա ապացույցի տեսք չունի, դա հանրամատչելի TikTok-յան տեսանյութ է եւ այլ խոսքով պատվարժան դատարան նաեւ ելակետում ունենալով այն հանգամանքը, որ հանրահայտ փաստերը ապահովման կարիք չունեն, այսինքն այդ տեսանյութը հանրահայտ փաստ է, գոնե այստեղ գտնվող դատավարության բոլոր մասնակիցները դիտել են, այդ տեսանյութն ունի հանրային մեծ հնչեղություն եւ եթե չեմ սխալվում 100,000-ից ավել դիտում։ Տվյալ պարագայում պատվարժան դատարան, եթե մենք սպասենք ապացույցի համապատասխան փուլում հետազոտմանը, կստացվի մենք ուզում ենք ապացուցել հանրահայտ փաստը։ Իսկ այդ փաստը, որ Արմեն Ալեքսանյանը ծվածեղ է պատրաստել բաստուրմայով, հանրահայտ փաստ է պատվարժան դատարան։ Եվ սա է դրված ըստ էության մեղադրանքի հիմքում։ Ավել գործողություն պատվարժան դատարան Արմեն Ալեքսանյանին վերագրված չէ, համեղադրանքի կողմը այն ձևակերպումը, որը դրված է բոլոր մեղադրյալների մեղադրանքի հիմքում, նաև դրել է Արմեն Ալեքսանյանի մեղադրանքի հիմքում։ Բայց երբ որ բովանդակային ապացույցները մենք նայենք, թե որ փաստական տվյալով են ուզում հիմնավորել այդ ծվածեղի տեսանյութի ու ահաբեկչության կապը, այստեղ պատվարժան դատարան մենք տեսնում ենք, որ տրամաբանությունը կորում է, ասել եմ եւ անընդհատ եմ ասելու, եւ եթե այսօր հետապնդումը չդադարեցվի, ինձնից գոնե լսելու եք միշտ Արմեն Ալեքսանյանը այստեղ է բացառապես Բագրատ Սրբազանին սատարելու եւ գզգզված մազերով չուչելի լայվին նախապատրաստության համար։ Այսինքն ակնհայտ է, որ այստեղ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում պատվարժան դատարան, որովհետեւ բոլորս ենք հասկանում գզգզված չուչելը, գզգզված մազերով չուչելը ում կնոջ ըստ էության նմանակն պետք է լիներ եւ ինչի համար Արմեն Ալեքսանյանը ըստ էության ենթարկվեց քաղաքական վրեժխնդրության։
Սա է պատվարժան դատան, ես խնդրում եմ, քանի որ նաև այս հարցը չի պահանջում ապացույցի բովանդակային հետազոտություն եւ գտնվում է ակնհայտ փաստերի, հանրահայտ փաստերի ապացուցման կոնտեքստում, ես խնդրում եմ Արմեն Ալեքսանյանի մասով քրեական հետապնդումը դադարեցնել եւ իրեղեն ապացույց բաստուրմայով ծվածեղի տեսանյութը պահել քրեական վարույթի հետ։ Շնորհակալ